կհիշեցնեմ ձեզ։ Ես կպատմեմ, թե դա ինչպես պատահեց։ Բարի եղեք նայել։ Ես հայ եմ։ Դեպքերի բերումով ծնվել եմ Մոսկվայում։ 9 տարի եղել եմ Ռինգում։ Եթե մեկը ապտակի քո աջ այդին, դու նրան մյուսն էլ դարձրու պատվիրանը, հիմնավոր սխալ եմ համարում։ Փոխել եմ բազմաթիվ մասնագիտություններ և երբ 22 տարեկան էի, ինձ մնացել էր արտիստ դառնալ։ Գրել սկսել եմ այդ իսկ ժամանակվանից, ակամա։ Ոչ մի գրող չուզեց համագործակցել և ես ստիպված էի ինքս ինձ համար սցենարներ գրել։ Հիմա սարսափով մտածում եմ, իսկ եթե հայտնվի իսկական սցենարիստը։ Սիրում եմ ծով, աշուն, Վինսենտ Վան Գոգին, վախենում եմ բարեկեցիկ կյանքից։ Գլխավորն ինձ համար պատասխանատու զգալ մեր շուրջ կատարվող ամեն ինչի համար։ Ողջույն։ Այո, սա սկիզբն էր։ Սկիզբը մեծանուն արտիստի թռիչքի։ Թռիչք, որը ցավոք տևեց շատ կարճ, ընդամենը 37 տարի անց այդ թռիչքը ընդհատվեց։ Դա 1972 թվականի հուլիսի 25-ն էր։ Այդ օրը մեծն Լեոնիդ Ենգիբարյանը հեռացավ կյանքից։ Հեռացավ մեզանից, սակայն թողեց հզոր մի ժառանգություն, որը լի է բարությամբ։ Նույն թվականի սեպտեմբերին Երևանում Սոս Պետրոսյանի ջանքերով հիմնվեց ստուդիա, կրկեսային ստուդիա, որն առ այսօր կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը։ Եվ դա մեր հայկական կրկեսի ապագան է։ Ահա նրանք, ովքեր ամեն տարի իրենց երախտիկի տուրքն են մատուցում մեծն մաեստրոին, ովքեր օր ու գիշեր աշխատելով ծառայում են նորին գերազանցություն կրկեսին։ Մարտի 15-ին Լեոնիդ Ենգիբարյանի 90-ամյա հոբելյանի օրը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում փոքրիկ և երիտասարդ արտիստները Սոս և Նաիրա Պետրոսյանների ղեկավարությամբ նվիրեցին երեխաներին և վերադարձրին նրանց ծնողներին կրկեսի կախարդանքը։ Այսօր նշելով մեծանուն Լեոնիդ Ենգիբարյանի հոբելյանը, ծննդյան 90-ամյակը, մենք ուզում ենք բոլորիդ վերադարձնել դեպի մանկություն, երիտասարդություն, պատանեկություն
Եվ այսօր այս հաղորդման ընթացքում մենք ձեզ կներկայացնենք հետաքրքիր հիշողություններ, կլինեն արխիվային տեսանյութեր իհարկե, այնպես որ պատրաստվեք հաճելի անցկացնել ձեր ժամանակը։ Եվ այսպես, Պարադ ալե։ Եվ այսպես տեղափոխվենք 1996 թվական։ Ծիծաղի արքա, Հանրապետության ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյան։ Մեծանուն արվեստագետ, ով առանձնապես չէր սիրում նկարահանվել հեռուստատեսությունում, կինոյում էլ առանձնապես շռայլ չէր, ինչքան գիտեմ ընդամենը 4 դեր, սակայն ֆիլմերից մեկը, Ճանապարհ դեպի կրկես ֆիլմը, որը նկարահանել էին Հենրիկ Մալյանն ու Լևոն Իսահակյանը, այդտեղ նա հանճարեղ Լեոնիդ Ենգիբարյանի խաղընկերն էր։ Ենգիբարյանը մեծ տաղանդավորագույն, մեծատաղանդ դերասան էր, միմոս։ Ես կարծում եմ, որ Ենգիբարյանը այն անձերից է, որոնցով մենք պետք է հպարտ լինենք, հենց երեկ ես լսում էի պատահաբար ռադիոյով Մոսկվայից հաղորդում, որտեղ խոսում էին այն մասին, որ վերջերս աչքի ընկնող միմոսներ կրկեսային չկան, այնպիսիներ եւ հիշեցին, այնպիսիներ, ինչպիսին էր Ալեկ Պապովը, Ենգիբարովը, Ռուսաստանում նրան Ենգիբարով են ասում, մենք ասում ենք Ենգիբարյանը, եւ Նիկուլինը, որ արդեն մեծացել է, մի խոսքով խոսում էին այդ մասին եւ ես հպարտ էի, երբ այն մեծ միմոսների կողքին առաջիններից մեկը եւ Ենգիբարյանն է։ Եվ ես երջանիկ եմ, որ կյանքում ունեցել եմ, այսպես ասած, մի շրջան, երբ շփվել եմ նրա հետ, նկարվելով ֆիլմում, որը նրան էր նվիրված, դա Ճանապարհ դեպի կրկես ֆիլմն էր։ Այնպես որ Ենգիբարովը եւ այդ ֆիլմով եւ հատկապես կյանքում աշխատելով կրկեսում նա բոլորին ապացուցեց, որ նա մեծ միմոս է։ Միմոս ասելով ես հպարտ ձևով եմ ասում, որտեվ միմոս լինելը շատ բարդ բան է եւ շատ մեծ արվեստ է։ Եվ վերջին հարցը, ինչպես էր Լեոնիդ Ենգիբարյանը, այդ դուք շփվել եք նկարանների ժամանակ նրա հետ, ինչպես էր նա վերաբերվում կանանց եւ ծաղիկներին։ Ինձ թվում է այնպես, ինչպես վայել է ամեն մի իսկական տղամարդուն։ Լավ էր վերաբերվում, լավ։ Ողջ կյանքիս ընթացքում ինձ ծաղիկներ են շրջապատել։ Հաճախ ինքս եմ նվիրել ծաղիկներ, սակայն ավելի հաճախ ինձ են նվիրել։ Ոչ այն պատճառով, որ ես լավն եմ, բնավ, պարզապես իմ արհեստն է այդպիսին։ Բեմը ծածկվում էր ծաղիկներով, և դրանցից յուրաքանչյուրը ես հիշում ու սիրում եմ։ Եվ հպարտ թրաշուշանները, որոնք լռում էին, երբ նույնիսկ կոտրվում էին նրանց ցողունները, և համեստ մեխակները, երջանիկ, երբ ես դրանք բարձրացնում էի գլխիս վերևում, և տխուր ու բարի Գեորգինները, և շատախոս երեցուկները, թախծագորով շուշանները, ցանկալի վառ կարմիր վարդերը, որ ձեր կյանքի ամենաերջանիկ պահերին անգամ պատրաստ են ցույց տալ իրենց փշերը։ Եվ էլի շատ ու շատ ծաղիկներ։ Դրանցից յուրաքանչյուրը ես հիշում եւ սիրում եմ։ Սակայն բոլորից շատ ես սիրում եւ հիշում եմ մի դեղին վարդ։ Դա խանձված թերթիկներով մի դեղին վարդ էր, որի ծայրերը այրված էին։
Հազարավոր ծաղիկների մեջ ես սիրում եմ միայն այդ դեղին վարդը, որին կրակ էր կպել։ Եվ ոչ այն պատճառով, որ այն այրվել էր, ում հետ չի պատահում, այլ նրա համար, որ բոցը վարդի ներսից էր հորդում։ Ճանապարհ դեպի կրկես ֆիլմում Լեոնիդ Ենգիբարյանի հետ նկարահանվել է նաև հայ բեմի թագուհի խորհրդային միության ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը։ Արտիստին երբեմն շատ մեծ բաներ անելու կարիք չունի Երևալու համար։ Ի վերջո Լեոնիդը այն շատ մեծ գործունեություն էլ չունեցավ, չէ՞, բայց այն ինչ որ արեց ըստ երևույթին այնքան գրավիչ էր ու լավ էր, որ ժողովուրդը սիրեց նրան։ Եվ շատ ցավալի է, որ նա շատ երիտասարդ գնացեց աշխարհից։ Սակայն այդ հիշողությունը, որ ես հետը նկարվել եմ, ինձ միշտ այսպես սիրտս ուրախությամբ եւ թախիծով է լցնում։ Ափսոս, որ այդպիսի մարդկանց մենք կորցնում ենք։ Լեոնիդ Ենգիբարյանին հետաքրքրել է նաև կինոն։ Նա նույնիսկ չի անտեսել մասսայական տեսարանները, ինչպես դա եղավ 1957 թվականին, երբ նա սովորում էր կրկեսային արվեստի պետական ուսումնարանի նորաբաց կլոունադայի բաժնում։ Յուլի Ռայզմանի «Կոմունիստը» ֆիլմի այս տեսարանում նույնիսկ դժվար է նրան գտնել։ Տարիներ անց 1963-ին նկարահանվեց Հենրիկ Մալյանի և Լևոն Իսահակյանի «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի գլխավոր դերում։ Մեկ տարի անց նրան նկատում է Սերգեյ Փարաջանովը և առաջարկում նկարահանվել «Մոռացած նախնիների ստվերները» ֆիլմում։ Հաջորդ տարի նա արդեն սկսեց մասնագիտական դերերով հանդես գալ կինոյում։ Օրինակ 1965-ին Ռոլան Բույկովը նկարահանեց Լյոնիային Այբոլիտ 66 ֆիլմում ուրախ ծաղրածուի դերում։ Մենք տեսանք նաև ծաղրածու Ենգիբարյանին Լև Ցուգուլկովսկու պատանեկության ափը, Միխայիլ Գրիգորևի Կարնավալ առեղծվածային սպանություն և երազանքներ ֆիլմերում։ 1970-ին նա կրկին աշխատեց Լևոն Իսահակյանի հետ, նկարահանվելով հայ ֆիլմում գլխավոր դերում, երկու Լեոնիդ երկու ֆիլմում։ Փոքրիկ, սակայն հետաքրքիր աշխատանք էր Թենգիզ Աբուլաձեի «Վզնոց իմ սիրելիի համար» ֆիլմի Սուգուրի ակրոբատի կերպարը։ Իսկ Վասիլի Շուկշինի «Վարարան նստարաններ» ֆիլմը դարձավ Լյոնիայի Կարապի երգը կինոյում և կրկին ծաղրածուի կերպարով։ Այս ամենի կողքին կա մի ֆիլմ, որը գրեթե չի ցուցադրվել։ Մի անգամ ներկայացումից հետո Լյոնիա Ենգիբարյանը մնաց մենակ, այսպես է կոչվում այդ ֆիլմը։ Դա հեռուստաէտյուդ է, որը նկարահանեց մեծանուն կինոռեժիսոր Յուրի Երզնկյանը։ Մենք կապ հաստատեցինք Յուրի Երզնկյանի դստեր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ, արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանի հետ։ Ողջունում եմ ձեզ, Անետա Յուրիևնա, շատ հաճելի է, որ մասնակցում եք իմ հաղորդմանը, շատ շնորհակալ եմ դրա համար։ Ես ինչքան գիտեմ, դուք Լեոնիդ Ենգիբարյանին ճանաչում եք դեռ այն տարիներից, որ երեխա էիք, նա բազմիցս եղել է ձեր տանը, դուք ներկա եք եղել մի փոքրիկ հեռուստաէտյուդի, հեռուստանովելի նկարահանումներին, որը նկարահանել է ձեր հայրիկը Յուրի Երզնկյանը, այնպես որ եթե կարելի է, եկեք հիշենք այդ տարիները։ Նախ եւ առաջ շնորհակալություն, որ հրավիրեցիր ինձ հաղորդմանը եւ հիշեցրեցիր ֆիլմը Էտյուդը կամ Էսսեն, եթե կարելի է այդպես ասել, որը որ նկարահանել էր հայրիկս Յուրի Երզնկյանը։ Դա 60-ական թվականներն էր, իսկապես Լեոնիդ Ենգիբարովը մեր տանն է եղել եւ մի քանի անգամ ես առիթ եմ ունեցել իրեն տեսնելու, ես ինքս երևի այդ ժամանակ 9-10 տարեկան է, այդպես եմ կարծում, բայց հիշողություններս շատ վառ են, որովհետեւ ես բացի նրանից, որ
նա մեր տանն է եղել, նաև ես մասնակցել եմ նկարահանմանը։ Հայրիկը ինձ տարավ ուշ գիշեր էր, երբ որ նկարահանումները իրականացվում էին, որտեղ քաղաքի հենց կենտրոնում էր, այն ժամանակ խոսքը գնում է Աբովյան, Իսահակյան այդ հատման մասին է գնում, այն ժամանակ այնտեղ սրճարան էր, կաֆե էր, սրճարան էր, որ ակվարիում են ասում, այդպես են հիշում բոլորը, որպես ակվարիում, հիմա սաս խանութն է այդտեղ։ Վերևի հարկը դա բաց այդպես տարածք էր, ներքևում արդեն ամբողջովին ապակեպատ այդ ուրեմն մասներ, այդ սրճարաններ, որտեղ եւ հայրիկս մտածեց, որ կարող է իրականացնել նկարահանումներ։ Ինքը պատմությունը դրամատուրգիորեն շատ այդպես բնորոշ էր Ենգիբարյանին, որովհետև ինքը լինելով իսկապես մեծ արտիստ, ինքը շատ զուսպ էր իր դրսևորումներում, միմիկան, շարժումը, այդ ամենը փոխանցում էին այն տրամադրությունը, որը որ տիրում էր իր մեջ, իր սրտում։ Իրեն ասում են ծաղրածու, որի սրտում աշուն է։ Ճիշտ ասած, ես հիմա ուզում եմ հիշեմ, դա այդպես ամառվա եւ աշնան այդ հատման ժամանակ էր նկարահանումը եւ ինքը այդ էսսեն պատմում էր այն մասին, թե ինչպես հերոսը, այդ էսեի հերոսը, որին մարմնավորեց Լեոնիդ Ենգիբարովը, ապակու վրա նկարում է աղջկա մի այդպես պատկեր, որին սեր է բացատրվում, որին որ իր միմիկայով, իր շարժուձևով բացատրում է, որ սիրում է իրեն, եւ վերջում այդ ուրեմն աղջիկը, որը որ ապակու վրա է, դառնում է կենդանի, կենդանանում է։ Լեոնիդ Ենգիբարովը ինքը իսկապես մեծ արտիստ էր։ Իրեն այդպես բնորոշում են որպես ծաղրածու եւ Երևան եկավ ինքը 60-ական թվականներ հենց Կրկեսում ելույթ ունենալու։ Ես պետք է ասեմ, որ այդ տարիներին Կրկեսը շատ այդպես հզոր էր հայկական Կրկեսը, որոնց թվում եւ Լեոնիդ Ենգիբարովն էր, որի ինտերմեդիաները իսկապես շատ հիշվող էին։ Մինչև հիմա ես հիշում եմ այդ ինտերմեդիաները, չնայած նայել եմ, ասում եմ, փոքր հասակում, լինելով Կրկեսում, Լեոնիդ Ենգիբարովը գալիս էր մեր տուն։ Ինքը ինձ վրա, գիտեք ինչ տպավորություն էր, թեյը խմություն էր, այսինքն մենք նստում ենք, մայրիկս միշտ շատ քաղցրավենիքներ էր պատրաստում եւ այդպես կարկանդակներ եւ թեյը դառնում էր մեզ մոտ այդպես ռիտուալ, հավաքում ենք սեղանի շուրջը եւ Լեոնիդ Ենգիբարովը, հայրիկս, Հրաչկը Պողոսյան, որը մեծանուն հիմա ճարտարապետ է, բայց այն ժամանակ հենց այդ աղջկա կերպարը, որը որ ապակու վրա է հայտնվում, ինքը ծնվեց մեր տանը։ Լեոնիդ Ենգիբարովը մասնակցեց այդ կերպարի ձևավորման հարցում, այսինքն այդ արտաքինը, աղջկա եւ գիտեք ինչ, ամեն ինչում ինքը մասնակցում էր, շատ մեծ սեր կար եւ մեծ հետաքրքրություն։ Մենք երեխաներ էինք, ես եւ եղբայրս ընդհանրապես շատ փոքր էր, ես էլ այդպես դպրոցական էի եւ իրան թվում էր, որ նա եկել է մեզ մոտ եւ անպայման ինչ որ մի բան պետք է ցույց տա, այսինքն մեզ ուրախացնի, մեզ զվարճացնի։ Անձրևանոցի հետ կապված եւ իր բաճկոնի հետ կապված այդ փոքր այդպես էտյուդը նա արեց մեզ մոտ, մենք տպավորված էինք։ Ես տեսել էի Կրկեսում, բայց դա հեռվից էր։ Իսկ երբ որ դա մոտիկից էր, դա տպավորիչ էր։
Հետո երբ որ ես ավելի մեծ էի եւ դպրոցի բարձր դասարաններում էի ավարտական նույնիսկ կարդացի իր պատմվածքները, ծանոթացա իր պոեզիայի հետ, ավելի շատ ծանոթացա իր կենսագրության հետ եւ հասկացա, որ շատ հետաքրքիր արտիստ էր ինքը, որի մեջ այդպիսի կոնտրապունկտ էր ոնց որ այդ իր թախիցը, իր պոեզիան, որը իր մեջ կար, ինքը փորձում էր հաղթահարել, դրսևորել իր այդ էտյուդներով, ինտերմեդիաներով, որոնք որ շատ էին ուրախացնում հանդիսատեսին, բայց գիտեք ինչ ուրախություն էր նա այդ չէր անում ինչ որ բաներ, որոնք որ ուղակի կարող էին զվարճացնել, ուրախացնել։ Նայում էիր իր համարներին եւ տեսնում էիր, որ համարներում կա եւ խորություն, եւ փիլիսոփայություն, եւ մեծ իմաստ, պատմություն, ամեն մի իր համարը, եթե կարելի է այդպես ասել, կրկեսային համարը, ոնց որ մի ավարտում պատմություն լիներ, իր սկզբով, իր այդպես ընթացքով եւ իր ավարտով։ Ինքը Լեոնիդ Ենգիբարովը կյանքում շատ զուսպ էր։ Թվում էր, թե կրկեսում ֆիլմերում նույն մենք տեսել ենք ճանապարհ դեպի կրկես ֆիլմը։ Իդեպ ինքը շատ այդպես կերպարը իր թվում էր, որ ուրախ է, անմիջական, շփվող եւ այլն, բայց կյանքում ինձ մոտ համենայն դեպս իմ մանկական հիշողություններում նա այդպեսին չէ։ Երևի հենց դա էր պատճառը, որ հանճարեղ Սերգեյ Փարաջանովը նկարահանեց Լյոնիային մոռացված նախնիների ստվերները ֆիլմում, բավական դրամատիկ դերում։ Անշուշտ դուք ճիշտ եք իրականում, որովհետև ինքը իր կերպով, իր կերպարով, իր միմիկայով, իր շարժումներով, շարժուձևով կարող էր փոխանցել այն ամենը, ինչ մտածում էր Փարաջանովը։ Իդեպ, քանի որ մենք գիտենք, որ Փարաջանովը ավելի շուտ դեպի պլաստիկ լուծումների, գունային լուծումների ռեժիսոր էր, որը որ տեսնում էր ապագա ֆիլմը, իր կամ ֆիլմը կամ պարտիտուրան ֆիլմի հենց այդ ձևի մեջ, այդ ոճի մեջ։ Իհարկե Ենգիբարովին հենց այնպես չէր, որ հրավիրել։ Իդեպ ես պետք է ասեմ, որ Փարաջանովը շատ նրբազգաց էր եւ շատ ճիշտ էր կարողանում ընտրել եւ ընկալել։ Եւ այստեղ ես ուզում եմ այդպիսի կամուրջ դեպի իմ հայրիկը անել։ Հենց այնպես չէր, որ հայրիկը այդպես մեծ ֆիլմեր էր նկարում եւ իր պաուզա կար ֆիլմերի միջև, նա որոշեց, որ անպայման Ենգիբարյանին պետք է նվիրի իր ֆիլմը եւ սցենարը, այսինքն մտահղացումը իրենն էր։ Կարծում եմ, որ ես ներկա չեմ եղել, բայց իհարկե քննարկումների Ենգիբարովի հետ արդյունքում էր ծնվել այդ մտահղացումը եւ իրականացավ։ Շատ գեղեցիկ նկարահանումներ էին, գիտեք, գիշեր էր եւ ինչու էր գիշերով նկարահանումները, նախ եւ առաջ տրամադրությունը ավելի շուտ գիշերային էր եւ այդ մասը քաղաքի, եթե դուք պատկերացրեցիք իմ ասելով, դա շատ մարդաշատ մաս էր եւ իրականում ցերեկները ես նույնիսկ հիշում եմ արդեն մի քիչ ավելի մեծ տարիքում դպրոցից Պուշկինի մենք ուզում եմ ասել, երբ որ փախնում էինք, երբ որ ավարտվում էին դասերը, գալիս էինք այդտեղ, սրճում էինք կամ թե էինք խմում ընկերների հետ, շատ մարդաշատ էր եւ գիշերն էր որոշվել նկարել։ Ես կարծում եմ նաեւ տրամադրությունը մթնոլորտը այդ գիշերային, որտեվ ինքը շրջում է, ես այդպես եմ հիշում, թե շատ տարիներ առաջ եմ ֆիլմը տեսել, չնայած նկարահանումներին ներկա եմ եղել, ինքը ասես այդպես պատտվում է այդ սրճարանի շուրջը, որը ապակի պատ էր ամբողջովին, ընդհանրապես շատ հետաքրքիր լուծում էր, ճիշտն ասած, Երևանի համար այն տարիների ճարտարապետական, եւ հետո ինքը կանգնում է մի ապակի պատ մի մասի մոտ եւ վերարտադրում է այդ նկարում է ապակու վրա այդ աղջկա կերպարը, որը որ հետո կենթանանում է։ Ես գիտեք շատ տպավորված եմ Ենգիբարովով եւ հիմա ուղղակի իսկապես շնորհակալ եմ, որ դուք ինձ առաջարկեցիք վերհիշել իրան եւ այդ ժամանակները, որոնք ինձ համար շատ թանկ են։ Շնորհակալություն։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երևանի պատվավոր քաղաքացի, հրաշալի մի անձնավորություն Վլադիլեն Բալյանը իր կյանքի ընթացքում զբաղեցրել է բազմաթիվ մշակութային պաշտոններ, ղեկավարել է բազմաթիվ մշակութային օջախներ եւ նրա շնորհիվ շատ օջախներ ծաղկել են եւ հասել են մեր օրերը։ Վլադիլեն Բալյանը եղել է այն մարդկանցից, այն արվեստագետներից մեկը, ում շնորհիվ Լեոնիդ Ենգիբարյանը առաջին անգամ եկել է Հայաստան։
Ահա թե ինչպես է դա պատահել։ Սա մի դրվագ է 2005 թվականի 3-րդ ակումբի հաղորդումներից մեկից։ 64 թիվն էր, ես նոր էի նշանակվել Հայաստանի ֆիլհարմոնիայի տնօրեն եւ մինչ այդ Լեոնիդ Ինգիբարովին ծանոթ չէի, առավել եւս չէի հանդիպել, երբ մենք միասին գտնվեցինք դեպքերի բերմամբ մի ինքնաթիռում։ Կողքից նստած ֆիլհարմոնիայի աշխատողը ասաց. «Արդյոք ճանաչում եք այն 6-րդ կարգում նստած երիտասարդին»։ Դա Լեոնիդ Ինգիբարովն է։ Իսկ ես մեկնում էի Մոսկվա, որպեսզի աշնանը կայանալիք փառատոնին դերասաններ հրավիրեմ անվանի։ Ասացի, ինչ կարծիքի ես, կարող է Լեոնիդ Ինգիբարովի ելույթը մեր երաժշտական փառատոնում իր տեղը գտնի։ Ասաց, գիտեք, նա շատ վշտացած է վերադառնում Մոսկվա, կինոստուդիայում ինչ-որ խոստումներ էին տվել, չէին կատարել, չգիտեմ, նա կգա թե ոչ։ Ասացի, կարող ես խնդրել կողքի հարևանին կես ժամով իր տեղը զիջի ինձ։ Մոտեցա, ներկայացա, ծանոթացա ու սկսեցի պատմել, որ ֆիլհարմոնիայում հիմի մենք նպատակ ենք դրել ֆիլհարմոնիկ աշխատանքը բարձրացնել, ժողովրդի ճաշակը կրթել եւ այլն եւ այլն։ Չէի կարող դուք որևէ մի համարով մասնակցել մեր երաժշտական փառատոնին։ Շատ սառը ձևով ասաց, ես կրկեսում եմ աշխատում։ Ասացի, գիտեք, կարող է պատահել դա հետաքրքիր լինի, այս կարծում եմ, որ Մոսկվայում մեզ կհաջողվի մի քանի անվանի դերասան հրավիրել, դա ժողովրդի համար հետաքրքիր կլինի։ Մեկ էլ ասաց, ես ինչ-որ մի համար ունեմ։ Երբ դա ասաց, ես որոշեցի, որ պիտի արդեն պնդեմ, ասացի, գիտեք ինչ, ես ճշտապահ մարդ եմ, 3 օր կլինեմ Մոսկվայում, ուրեմն եթե դուք 2 շաբաթից հետո ինձնից հրավեր ստանաք, ուրեմն այս խոսակցությունը լուրջ է եւ մենք ստեղծագործական կապի մեջ կլինենք։ Աշնանը Լեոնիդ Ինգիբարովը եկավ, ներկայացավ, ասաց, որ ես նույնիսկ 2 ծրագիր ունեմ, բայց ինձ պետք է երաժշտությամբ օգնել։ Դե ասացի, դա փայլուն կերպով կարող է կատարել Մարտին Վարդազարյանը, որը հսկայական հոժարակամությամբ ստանձնեց այդ գործը եւ շուտով այդ փառատոնի սահմաններում, շրջանակում Լեոնիդ Ինգիբարովը առաջին անգամ որպես էստրադային արտիստ ներկայացրեց իր արվեստը։ Այդ օրը Հայաստանում ծնվեց էստրադային արտիստ Լեոնիդ Ինգիբարովը։ Ողջունում եմ ձեզ, մայեստրո։
Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք հարցազրույց տալ այս թեմայի շուրջ։ Կարծում եմ այլ կերպ չէր կարող լինել, քանի որ դուք անձամբ ծանոթ եք եղել Լեոնիդ Ենգիբարյանի հետ եւ բացի այդ նաեւ գրել եք երաժշտություն նրա փոքրիկ ֆիլմի համար, որը նկարանել էր Յուրի Երզինկյանը եւ հանդիպել եք նաեւ բեմում հատուկ գրել եք եւ նվագակցել եք նրան նրա արդեն մնջախաղի թատրոնում, որը նա փորձեց ստեղծել։ Լեոնիդ Ենգիբարով։ Անունը տալիս ես կերկվարը գալիս է առաջ։ Իրեն մի անգամից այդ ոնց է ստացվում, որ համ գլխարկը, համ հապիկը, համ փայտը մի անգամից մնում է ձեռքում։ Էնպես ստացվեց, որ երբ որ ինքը կրկեսից հեռացավ, նա ցանկացավ մենահամերգներով հանդես գալ։ Չգիտես ինչու առաջարկեց ինձ, որ ես իրեն լինեմ որպես երաժշտական ձևավորող։ Եվ որքան էլ ես իրեն ճանաչեցի, բայց միևնույն է, ամբողջովին ես չեմ կարող բնութագրել նրան։ Շատ խիստ, շատ պահանջկոտ առաջին հերթին իրենից։ Երբ որ ինչ-որ մի բան փորձում ենք, մենք Եռյակով էինք նվագում Աքսել Բակունցը, Լևոն Իգիթյանը եւ ես։ Երկրորդ ծրագիրն արդեն ունեցավ ուրիշ խումբ, մեծացրեցինք խումբը, այնտեղ կար եւ շեփոր, կար կլարնետ, կար ակարդեոն, ու հասկանալի սեկցիա, բայց համարները յուրաքանչյուր համարի համար առանցին երաժշտություն ստացվեց ինձ մոտ։ Եվ յուրաքանչյուր համարը նրա ես փորձում էի հասկանալ, ես կարող եմ այդպես անել։ Այնպիսի համոզիչ, ես տեսնում էի բեմի վրա, երբ որ նա գրկախառնվում էր, տեսնում էի երկու հոգի։ Երբ որ նա առյուծի բերանը բացվեր եւ գլուխը մտցներ առյուծի բերանի մեջ, ես տեսնում էի առյուծի երախը։ Շատ պահանջկոտ, շատ պատասխանատու եւ մինչեւ վերջ, մինչեւ համոզված չլինի, որ համարը ստացվել է, բեմ չէր հանվում։ Այդ երկու ծրագրերով հետագայում արդեն երբ որ ես արդեն չէի կարող շրջագայությունների գնալ, միակ շրջագայությունը հետը որ եղավ, դա Թբիլիսին էր, դուք տեսնեիք ինչպես ընդունեցին։ Մի, չգիտեմ, բառեր չեմ կարող գտնել, որպեսզի բնութագրեմ, բարձրագույն ջերմությամբ, հիացմունքով, եւ դա էլ էլի մեր պատիվն է։ Խստապահանջ, միևնույն ժամանակ ստեղծագործական միտքը շարունակ աշխատող եւ յուրաքանչյուր իր շարժումը գնահատող եւ շատ ափսոս, որ այսօր նա մեզ հետ չի, բայց նա 90-ամյակն է եւ նա մեզ հետ է։ Մայստրո, ներողություն, ձեր կարծիքով ինչպիսի վերաբերմունք կունենար Լեոնյան Հայաստանում վերջին այս 3 տասնամյակների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ, եթե իհարկե ողջ լիներ։ Անպայման ինչ որ արտացոլում իր ներկայացումներում կգտներ։ Անպայման։ Կամ իր մտքերը, մի խոսքով, ես կարծում եմ, որ ինքը համամիտք է իմ մտածելակերպին։ Ես այսպես կասեմ։ Երբ տոնվում էր Հայաստանի սովետական կարգերի հաստատման 50-ամյակը, պետք է տեղի ունենար կառավարական համերգ օպերայում։ Եվ եկան եւ ռեժիսորը ուզում էր, որպեսզի Ենգիբարյանը մասնակցեր այդ ներկայացմանը։ Համերգին ներկա պետք է լիներ Լեոնիդ Բրեժնևը։ Երևի հիշում եք, որ 70 շատ լավ եք հիշում, մեզ մոտ էր։ Այն ժամանակ անպայման դիտումը պետք է լիներ նոր կառավարական համերգի շրջանակներում ելույթ ունենալ եւ վերցրեց իրեն մեդալների համարը։ Շալակեցինք, ման գալով գնում էինք, հասանք օպերայի շենք, այն ժամանակ մինիստրը Կամո Ուդոմյանն էր, ինչպես հիմա հիշում եմ, եւ ասեցին ցույց տու, որ մի քանի համար որպեսի ընտրենք։ Ենգիբարյանը ցույց տվեց մեդալների համարը, բոլորը ծիծաղուց չգիտեին ինչ անեին, բայց սկսեցին մտածել, չէ՞ որ դա հենց Բրեժնևի մասին է այդ մեդալների համարը։ Ասացին մի ուրիշ համար։ Ասաց ոչ։ Եթե ես պետք է ելույթ ունենամ միայն այդ համարով։ Լեոնիդ Ենգիբարյանի մասին կարելի է շատ պատմել։ Ինձ թվում է հիմա բոլորը խոսում են նրա մասին, նույնիսկ չէին էլ ճանաչում նրան։ Նրան որպեսի նրա մասին ավելի ճիշտ խոսվի եւ ճիշտ գնահատվի նրա արվեստը, հարկավոր էր նրան տեսնել կենթանի։ Ինձ բախտ վիճակվեց նրա հետ աշխատելու։ Ես հիշում եմ, որ երբ ավարտում էի կրկեսային ուսումնարանը 70 թվականին,
դիպլոմային աշխատանքի վերջին օրն էր եւ իմացա, որ դահլիճում գտնվում է նաեւ Լեոնիդ Ենգիբարյանը։ Չեմ հիշում ինչպես ելույթ ունեցա, ինչպես ավարտեցի իմ ելույթը, միայն հիշում եմ վերջում նա ինձ մոտեցավ կուլիսներում եւ ասեց՝ ուր է Հայ Պետրոսյանը, եւ ինձ առաջարկեց աշխատելու իրեն հետ իրեն կոլեկտիվում։ Եվ ես տեսա, որ նա անձամբ ինձ համար նա ինչ-որ մի հանելուկ է։ Տարիները անցնում են եւ ինչքան անցնում են ես զգում եմ, որ նրան դերևս լրիվ չեմ պատկերացնում, չնայած նրա արվեստի թեմաներով ես գիտական թեզ եմ պաշտպանել, բայց գտնում եմ, որ մինչև հիմա հələ դեռ չեմ կարողանում ճիշտ որոշել այդ մեծ կրկեսի արքայի էությունը։ Հետաքրքիր է, իսկ ինչպես էին կանայք աղջիկները վերաբերվում Լյոնյային։ Սա մի ուրիշ հարց էր, երբ ինքը մի աղջկա հավանում էր, լիներ դա հանրախանութում կամ փոքր խանութում, իրեն վերջին գումարը, ինչ որ մի բան էր գնում, նվիրում էր աղջկան եւ ասում էր Լեոնիդ Ենգիբարյան ու գնում էր։ Այսօր ես պետք է հիշեմ մի շատ թանկագին մարդու անուն։ Եվ չնայած որ նա չկա, չգիտեմ ինչու ուզում եմ ժպտալ, որովհետև նրա կյանքը ամբողջ կյանքը անցել է ժպտալով։ Դա Լեոնիդ Ենգիբարովն է, շատ տաղանդավոր մի անձնավորություն։ Իմ ծանոթությունը իրեն հետ եղել է 65 թվականին, երբ որ 10-օրյակն էր հայկական արվեստի, ավելի շատ ես նրան մոտիկից ճանաչեցի Չեխոսլովակիայում։ Նա շատ ուշադիր միշտ իմ կողմն էր նայում, մի շատ խելացի եւ տխուր հայացք ուներ նա, չնայած ինքը ծաղրածու էր։ Այդ հայացքով միշտ իմ կողմն էր նայում, դե ես էլ երիտասարդ էի, կարելի ասել գեղեցիկ կին էի, ասում էի երևի այդպես նայում է, դուրս եմ գալիս եւ մի օր նա եկավ մոտեցավ ինձ եւ ասեց Բելա դու իմ դուրն ես գալիս։ Ասեցի ճիշտ, ասի ես գիտեմ, ասեցի, ամեն մի ասի գաստրոլների ժամանակ մի 3 տղամարդու դուր գալիս եմ ես, ասեցի։ Ինքը շատ այսպես ժուրջացավ եւ ասեց, չէ, ինձ դու սխալ հասկացար։ Ասեց ես Չեխոսլովակիայում 5 տարի եղել եմ եւ ամիսներով այստեղ գաստրոլներ եմ եղել, ասեց։ Այստեղ ես շատ գեղեցիկ ծանոթ կանայք ունեմ, ասեց։ Ես բոլորովին ուրիշ բան եմ ուզում ասել քեզ։ Ես ուզում եմ ասել, որ դու որպես մարդ իմ դուրն ես գալի, քո բնավորությունն է դուրս գալի։ Մի քիչ շոյվեցի իհարկե, ես ասացի շնորհակալություն։ Եվ այդպես անցավ։ Մեր մեջ շատ լավ ընկերություն էր, շատ մոտ, շատ ջերմ, շատ մտերիմ։ Նույնիսկ ժամանակ կար, որ նույնիսկ ինքը իմ ձեռքն է խնդրել, որպեսզի ամուսնանանք։ Ես եկել եմ մորաքրոջս ասել, մորաքրոջս Զաբելին ասել եմ Զաբել, գիտես, Լյոնյան Ենգիբարովը իմ ձեռքն է խնդրում, որ ամուսնանանք։ Այսպես մորաքրոջս նայեց ինձ, ասեց քո գլխից մենակ կլոնն է պակաս։ Ինչ որտեղ չէր կարելի հավատալ, որ նա կարող է ինչ-որ ընտանիք կազմի, բոհեմիկ շատ տղա էր ինքը, ազատ էր, նա շատ սիրում էր արվեստը, միշտ զբաղված էր արվեստով եւ իրոք, այդպես էլ երևի եղավ, որովհետեւ իր մոտ չստացվեց այսպես ինչ-որ ընտանիք կազմել, շատ դժվար կյանք ունեցող էր եւ շատ խեղճ ապրող իր այդ տաղանդը եւ իր այդ խեղճ նա լավ չէր ապրում, նա շատ դժվարությունների մեջ էր լինում եւ սարսափելի նյարդային վիճակի մեջ, որտեղ շատ ժամանակ նրան հանում էին համերգներից, հանում էին, այսինքն
արտասահմանի համերգներից շատ տեղեր նա ուզում էր բացի թատրոն պանդեմիայի նա տաղանդավոր չտեսնված տաղանդավոր անձնավորություն էր եւ վերջապես թույլ տվեցին նրան բացել այդ պանդեմիայի թատրոնը ես ուզենամ որ միշտ իրեն հիշենք ամեն տարի ես կուզենամ որ մենք այդպիսի տաղանդավոր անձնավորություններ ունենանք ես կուզենամ որ մեր հայ ազգը լինի այդպես տաղանդավոր երեխաներ Հետաքրքիր մի դեպք պատմեց Բելադարփինյանը Լոնյան արտասահմանյան հյուրախաղերից վերադառնում է Երևան եւ գալիս է այցելության Բելադարփինյանին Տանը գտնվում է նաև Բելայի դուստրը Տերեզան եւ Լոնյան որոշում է Տերեզային մի հնարք ցուցադրել Ինչու՞ էր կայանում այդ հնարքը Նա շատ ջկուն կանգնում է ձեռքերի վրա իջեցնում է ոտքերը եւ այ քեզ բան Բելան նկատում է որ կոշիկի տակ երկու կոշիկների տակ գրված է Լենին Բելան այդ պահին իհարկե սարսափում է ասում է Լոնյա ինչ ես անում հանկարծակի մեկն ու մեկը տեսնի ինչ են ասելու ախր չի կարելի այդպիսի բաներ անել վտանգավոր է դա ինչին Լոնյան պատասխանում է ոչ մի վտանգավոր բան չկա Բելա այսքան տարի չեն կարողացել դրան գետնին հանձնել գոնե կոշիկից տակ նա մոտ կլինի գետնին Այսպիսի վերաբերմունք ուներ քաղաքականությանը նույնպես Լոնյան նա շատ սուր անձնավորություն էր շատ իր նովելներում իր ռեպրիզներում կյանքում նույնպես ինչպես տեսնում եք եւ ինչ վերաբերվում է Բելային շարունակելով Բելադարփինյանի թեման ես այս պահին ուզում եմ կրկին վերադառնալ 90-ականներ 1998 թվական երբ մենք հանդիպեցինք մի շատ հետաքրքիր անձնավորության խոսքս Հովանես Հարությունյանի մասին է Հովանես Հարությունյանը լրագրող էր մեր գործընկերը ցավոք այսօր երջանկահիշատակ եւ բացի այդ նա Լոնյայի շատ մոտ ընկերն էր եւ Լեոնիդ Ենգիբարյան գրքի հեղինակը Շատ հետաքրքիր պատմություն կա Բելայի հետ կապված Դարփինյան նրանք շատ մտերիմ ընկերներ էին 63 թվին երբ որ Երևան կրկեսը առաջին անգամ Պրագայում էր չէ գաստրոլների ասեցի գաստրոլներից հետո չեխերը իրանց կրկեսային միության նախագահ Կովանդան հրավիրեց հաջորդ տարի Լեոնիդին այնտեղ այն ժամանակ Պրագայում էր նաև Կոստանդին Օրբելյանի էստրադային նվագախումբը Բելան էր այնտեղ այն ժամանակ այդ խումբը գիտեք ինչ բան ուներ եւ Բելան ինչ սեր ու հարգանք էր վայելում մի խոսքով այնտեղ Պրագայում Պատահաբար կարծեմ թե 10-օրյակ էր հայկական արվեստի ինչ, այդպես։ Մի խոսքով, Լեոնիդը իրիկուն ինքը կրկեսում էր, Մարիան գոտկաներում էր ապրում, Պրագայի կրկես իր տնագներն ունի, էլի։ Այդ տնագներում էին ապրում, իսկ Բելան հյուրանոցում օրկեստրի հետ։ Ուրեմն հրավիրում է սրճարան, բար, երեկոյան, գիշերային բար, Լեոնիդը ուզում է մի քիչ պարել։ Խմում են երկուսն էլ պարզ է, բայց Բելան նկատած է լինում, որ Լեոնիդի կոշիկները ծակ են, պատրված են։ Ասում է չեմ պարի, Լոնյա։ Լոնյան ասում է, ոնց Բելա, ոնց չես պարի, ասում է, ամոթ էլի, սա կոշիկները հակի, ինձ պարի ես հրավիրում, ամոթ չի քեզ ճանաչում են, բան, ինչ կմտածեն։ Ու չի պարում, մի երկու օր հետո Լոնյան նորից զանգում է Բելային, հրավիրում է ուրիշ միտեղ, արդեն իր անգերների հետ, Կարել Գոտի, Իժի Սուխի, Վալդեմար Մատուշկայի բանի հետ, գնում են ինչ-որտեղ, Բելային էլ է հրավիրում, Բելան գնալուց առաջ գնում կոշիկներ է առնում Լեոնիդին, սրճարան գնալուց նվիրում է Լոնյային, նորից ինչ-որ երաժշտություն, Լոնյան նորից իր մելանխոլիկ բանի մեջ ընկնում ու ուզում է պարել, բայց արդեն Բելային չի հրավիրում, վերցնում է կոշիկները,
գրգում կոշիկների հետ տանգո է ապարում, Բելան ասում է, ինչ ես, ասում է, միակ կինն է, որ իմ մասին մտածել է, էլի, միակ կինն է, որ ինձ ծափերի բանի համար չի սիրել, այլ որպես մարդ, էլի։ Շնամիներ շատ է ունեցել կյանքում Լեոնիդը։ Լեոնիդը մենակ կրկեսի աշխարհում, ովքեր նախանձում էին, պրոֆեսիոնալ իմաստով։ Իսկ այնպես բացարձակ, ով կարող է Լեոնիդին շնամի լինել։ Լեոնիդը կյանքում որևէ մեկին չի նեղացրել։ Պետք չէ հենց այնպես իզուր նեղացնել մարդուն, որովհետև դա շատ վտանգավոր է։ Իսկ գուցե նա Մոցարտ է, առավել ևս չի հասցրել ոչինչ գրել, նույնիսկ թուրքական քայլերքը։ Դուք նրան կնեղացնեք, եւ նա ընդհանրապես չի գրի, ոչինչ չի գրի։ 1, 2, 3 անգամ եւ աշխարհում կպակասի հրաշալի երաժշտություն, պայծառ զգացմունքներն ու մտքերը։ Հետևաբար կպակասեն լավ մարդիկ։ Իհարկե բոլորը Մոցարտ չեն, բայց համենայն դեպս մի նեղացրեք մարդուն։ Պետք չէ։ Դուք այնպիսին եք, ինչպիսին նա։ Պահպանեք միմյանց։ Մարդիկ։ Լեոնիդ Տենգիբարյանի ևս մի ընկեր, ում հետ մենք կապ հաստատեցինք, դա Սերգեյ Սարգսյանն է։ Մի մարդ, որին ավելի շատ շրջապատում ճանաչում են որպես Ֆաբերժե Սերգեյ։ Ինչու՞։ Որովհետև նրա պատրաստած Ֆաբերժե ձվերը աշխարհով մեկ տարածված են։ Այսօր այդ հուշանվերները, այդ թանկարժեք հուշանվերները գտնվում են աշխարհի մի շարք երկրների նախագահների հավաքածուում, մի շարք քաղաքապետերի հավաքածուում, մի խոսքով շատ հայտնի մի անձնավորություն, շատ հետաքրքիր մի անձնավորություն, ով մինչև այսօր էլ ծավալում է գործունեություն եւ բնակվում է Հայաստանում, Թայերով գյուղում, ավելի ճիշտ Թայերով գյուղում նրա արվեստանոցն է եւ կարելի ասել ամառանոցը, հիմնականում Երևանում է բնակվում նա, եւ մենք կապ հաստատեցինք Սերգեյի հետ, որպեսզի զրուցենք Լյոնիայի մասին։ Ողջույն Սերգեյ, ուրախ եմ, որ համաձայնվեցիր մասնակցել մեր հաղորդմանը։ Դու այն ազնվորություններից ես, ով ունի բազմաթիվ ճանաչված ընկերներ, ծանոթ է եղել շատ մարդկանց հետ, անվանի մարդկանց հետ, ընդհանուր մեր ծանոթներից մեկը Վալենտին Պատպամոգովն է, ում մասին մենք արդեն խոսել ենք քեզ հետ, սակայն այսօր ես կուզեի, որպեսզի պատմես Լյոնիայի մասին, Լեոնիդ Ենգիբարյանի մասին, ում հետ նույնպես ընկերություն ես արել։ Ինչպես տեղի ունեցավ ձեր ծանոթությունը։ Да, это очень интересная история. Это было давно, это были 70-е годы. Был такой
циркач Исаакян, Степан Исаакович Исаакян, с которым я дружил, и причем дружил очень много лет. Хотя он намного старше меня был, но это абсолютно не мешало нам дружить. Почти на равных мы были, вот такой он был, намного старше меня был. Он в 17 году ушел из этой жизни, причем за 90 лет ему было. Он меня познакомил с Леней, потому что он тогда часто бывал с гастролями в Ереване, и часто я навещал его и за пределами цирка, и во время цирка, и у него в гримуборной, когда он собирался выйти на арену. И вот он меня познакомил с Леней, потому что он сказал, что вы очень похожи по характеру, и ты должен обязательно с ним познакомиться. И в один из таких гастролей он познакомил меня с Леней. И мы действительно подружились. Но мы дружили здесь, только в Ереване, тогда, когда он приезжал сюда на гастроли. Часто пешком ходили по нашему прекрасному городу, почти садились во все кафе, которые в центре существуют. Кстати, он очень много пил кофе. Очень странно, но вот однажды он попросил, чтобы мы поехали в Цахкадзор. Я его повез в Цахкадзор, мы вдвоем поехали в Цахкадзор, и там тогда в Олимпийской деревне было такое очень знаменитое кафе на 2-м этаже. Я вам скажу вещь, которую я сам был страшно удивлен. Я специально посчитал, однажды за несколько часов выпил 12 чашек кофе. 12 чашек, я специально считал, за несколько часов. И причем ничего не ел. Вот такой он был интересный человек. Он был очень многогранный, многосторонний. Вот у него, когда бывал я в цирке и заходил к нему в комнату, они там же и жили, актеры все, циркачи на верхнем этаже, были такие номера, где они там жили. Никто в гостинице не жил, гостиница была при цирке. И вот он на дверях с внутренней стороны в комнате, у него висел такой на кнопке ватман, большой ватман. И он всегда, даже при мне несколько раз бывало, я просто очень жалею, что тогда у нас не было телефонов, тогда можно было снять очень интересные кадры, связанные с его жизнью, с его талантом. Вот он писал на этом ватмане очень много афоризмов. И несколько афоризмов, которые я вот сейчас так мутно очень помню, но я потом, когда вышла его книга, такой буклетик небольшой, где были его афоризмы. И вот я вспомнил, когда начал читать, вспомнил, что он это писал при мне. Одну из них, которую я так помню, он написал: «Выходя из комнаты, не туши в сердце, не туши свет». Как-то он мне, мы сидим в Пятачке, это вот рядом с кинотеатром Москва. Он говорит: Сережа, ты знаешь, вышел один очень интересный французский фильм, по-моему, «Мужчина и женщина», двухсерийный фильм. И вот он говорит: я в Москве этот фильм смотрел, но я сейчас увидел рекламу, что она идет в Ереване, в кинотеатре «Ереван». А Ереван — это вот, знаете, все ереванцы знают, где находился этот кинотеатр. И вот он говорит: давай пойдем, ты получишь колоссальное удовольствие. Это очень интересный такой философский фильм. И вот мы пошли, значит, туда, пришли в кинотеатр, сели, и я помню, как весь зрительный зал и сзади, и спереди, все поворачивались и узнали Леню, естественно. И все, значит, хотели с ним заговорить, приблизиться. Ну, начался фильм, увлеклись этим фильмом, и действительно, фильм был очень интересный. Однажды он попросил меня, говорит: Сережа, сделай мне, ну тогда я ювелиркой занимался, сделай мне кольцо из серебра с таким, у него был такой номер, когда он какую-то мизансцену заканчивал, а потом выходил этот ведущий и, так сказать, на него это сам с таким делал ему замечание. Это было очень смешно. Очень интересный он был человек.
по своей и натуре, и по характеру, ну, скромный, я не знаю, такой скромный, такой нежный, щуплый. Ну, как вам сказать, остались самые теплые, самые хорошие воспоминания. И когда я вспоминаю его вот разговорную речь, шутки, юмор его, может быть, что-то такое я у него даже перенял или, так сказать, заразился от него. Вот такой он был интересный человек, Леня. Կներես Սերգեյ, ընդհատում եմ քեզ, ես կուզեի մի այսպեսի քեզ հարց տալ։ Ենթադրենք Լյոնյան այսօր մեզ հետ է։ Ինչ ես կարծում, ինչպես նա կվերաբերվեր այն ամենին, ինչ կատարվեց Հայաստանում վերջին 3 տասնամյակի ընթացքում, եւ լավ իմաստով եւ վատ իմաստով։ Ինչ ես կարծում։ Ну, как любой актер, естественно, человек, он очень эмоциональный. Он не мог бы относиться к этому как-то так пренебрежно или вообще не переживал бы. Все-таки в нем армянская кровь, и как любой армянин, естественно, он бы очень переживал бы. Другое дело, что он, конечно, он на армянском не разговаривал. Он, может быть, некоторые слова, предложения мог бы выговорить или там понять, но так в практике, в беседе, он не употреблял армянский, потому что он вырос в Москве, жил все время там. В молодости он занимался боксом. Ну, переживал бы это, естественно, как и все мы вместе. Не мог бы он так относиться к этому так абсолютно не переживая. Ну, не верю я в это. Շնորհակալություն Սերգեյ, զրույցի համար, կարծում եմ շատ բաներ պատմելու, բայց Էլի առիթ կհանդիսանա հաջողություն քեզ։ Վերջում մեծն արտիստի հիշատակը հավերժացնելու մասին։ Մոսկվայում Վագանկովյան գերեզմանատանը կանգնեցվեց անվանի հայ քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանի հեղինակած մահարձանը։ 2011 թվականին Մոսկվայում ստեղծվեց Ենգիբարյանի անվան Սոֆիտ մշակութային կենտրոնը, որը ցավոք 2017 թվականին լուծարվեց։ Մոսկվայում, Նիժնի Նովգորոդում անցնկացվում Ենգիբարյանի անվան արվեստի փառատոններ։ Հայաստանում 2008 թվականից 2 տարին մեկ Երևանի Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի նախաձեռնությամբ մինչև 2019 թվականը Ծաղկաձորում կազմակերպվում էր Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային փառատոն, որը ցավոք չունեցավ շարունակություն։ Հենց այնտեղ էլ Ծաղկունյաց հրապարակում փառատոնի շրջանակներում 2012 թվականին կանգնեցվեց Դավիթ Մինասյանի ստեղծած հուշարձանը։ Ինչպես արդեն ասացի, այսօր Երևանում գործում է նրա անունը կրող Սոս Պետրոսյանի հիմնած քրկեսային ստուդիան։ Իսկ 1998-ին քանդակագործ Լևոն Թոքմաջյանի ստեղծած հուշարձանը կանգնեցվեց Երևանի կրկեսի շենքի առջև։ 2012 թվականի սեպտեմբերի 7-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տարածեց հայտարարություն, տեղեկացնելով, որ հաջորդ օրը սեպտեմբերի 8-ին պետք է իրականացվեն կրկեսի շենքի պայթեցման աշխատանքները, քանի որ շենքը վթարային վիճակում էր։ Շենքը կառուցվել էր 1939 թվականին, իդեպ մինչ այդ էլ տեղում եղել է փայտաշեն ժամանակավոր 800 տեղանոց կրկես, որի հեղինակն էր Նիկողայոս Բունյացյանը։ Եվ այսպես մենք հրաժեշտ տվեցինք մեր մանկության կրկեսի շենքին։ Այդ օրվանից Տաշիր գրուպը ստանձնեց նոր շենքի շինարարությունը։ 2020 թվականի փետրվարի 26-ին որոշեցի հանդես գալ մի նախաձեռնությամբ։ Այդ տարի լրանում էր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 85-ամյակը։ Կազմեցի մի պետիցիա, ուղարկելով այն Երևանի քաղաքապետին, որի տակ ստորագրեցին մոտ 1000 մարդ։ Դիմեցի խնդրանքով, որպեսզի արտիստի Հոբելյանի հետ կապված կրկեսին հարող պուրակը անվանակոչվի Լեոնիդ Ենգիբարյանի անունով եւ վերադարձվի այնտեղ Լևոն Թոքմաջյանի հեղինակած նրա արձանը։
Ավագանու անդամ Արման Անտոնյանը զեկուցեց նիստի ժամանակ եւ որոշումը ընդունվեց միաձայն։ Եվ այսօր Լեոնիդ Ենգիբարյանը վերադարձավ իր հարազատ կրկեսի մոտ եւ ունի իր մշտական անկյունը իր սիրելի Երևանում։ Ինչպես տեղեկացա Սոս Պետրոսյանից, կրկեսի նոր շենքի աշխատանքները մոտենում են ավարտին, աշնանը այն իր դռները կբացի ու մեր երեխաներին կփորձի կրկին բարություն եւ ժպիտներ պարգևել։ Այո, Լյոնյան վերադարձավ։ Նրա գնացքը վերադարձավ եւ նա կրկին կանգնած է մեր կողքին։ Կմեկնեմ։ Վաղն արդեն կմեկնեմ։ Ուղին կլինի երկար, երկար։ Կգնամ երկար գնացքով, գնացքը կունենա 100 գուցե 1000 վագոն, յուրաքանչյուր վագոն կունենա 100 պատուհան, կբարձրանամ վերջին վագոնը և կկանգնեմ վերջին պատուհանի մոտ, որպեսզի գոնե մի քիչ մոտ լինեմ ձեզ։ Գիշեր, ամայի փողոցներ, լռություն, որը մերթ ընդ մերթ խախտվում է արագ սլացող մեքենաների ձայնից։ Լիալուսնի շնորհիվ մենք տեսնում ենք քո ուրվապատկերը, որն հավերժացել է քո վերջին ռեպրիզում։ Ողջույն, մեր մանկության երազ, դու կրկին վերադարձել ես և ես ուզում եմ հավատալ, որ երբեք չես լքի մեզ։ Ինչ հիանալի է, երբ վերադառնում է մանկությունը, և մանկության հետ վերադառնում ես դու, քո թախծոտ աչքերը, քո փխրուն սիրտը, որը վերածել ես մանր բյուրեղների և նվիրել յուրաքանչյուրին, ով քեզ տեսել է, ճանաչել, հիացել, հպարտացել քեզանով, ծափահարել քեզ։ Եվ իհարկե քո դեղին վարդը, այրված թերթիկներով, որ նամուր սեղմած կրծքիդ քարացել ես մեր առջև։ Եվ ինչպես երեկ, մենք կրկին լսում ենք քո շշնջոցը։ Մի նեղացրեք մարդուն, պահպանեք միմյանց, մարդիկ։ Քո գնացքը վերադարձավ և այս անգամ դու կանգնած էիր ոչ թե վերջին, այլ առաջին վագոնի առաջին պատուհանի մոտ, մեր կողքին։ Եվ ուզում եմ հավատալ, որ դու էլ երբեք չես մեկնի ոչ մի տեղ։ Մնա մեզ հետ և հիշիր, մենք սիրում ենք քեզ։
Այսքանը։ Ստեսություն։